Ընկերներ բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Այսօր ուզում եմ էլի հայտնության գրքից խոսամ։ Իրականում նայել եմ շատ քրիստոնյաների մեկնությունները, հոգևոր առաջնորդների մեկնությունները հայտնության գրքի հետ կապված, բայց շատ բաներ կա, որ չի բռնում իրականության ընկերներ ուղիղ ձեզ ասում եմ։ Դանիելը, որ ասում ավերածի պղծությունը տեղի ունեցել 70 թվականին։ Այնտեղ համաշխարհային սովի հետ կապված բան կա գրած, համաշխարհային սովը Աստվածաշնչում գրած է Գործ քաղաքելուց 11-12 գլխերում գրած է, որ Մեսիշ կայսրի ժամանակ համաշխարհային սով կսկսի եւ այլն։ Դրանք եղել են ընկերներ։ Հասել է դռներին, ընկերներ։ Հասել է դռներին, երբ որ արևը կխավարի ու լուսինը իր լույսը չի տա, ու աստղերը իրականում կթափվեն երկրի վրա, այդ դրան ենք մոտ ընկերներ։ Այդ բանն է մնացել, այնտեղ վերջի կնիքը որ բացում է, վերջինը 5-րդ ասում է եւ տեսա ասում նրանց հոգիները, որ ասում զոհվել էին Քրիստոսի ավետարանչության համար եւ նրանց ասվեցավ դուք հանգիստ աղեք մի որոշ ժամանակ էլ մինչեւ ձեր եղբայրներն էլ սպանվեն։ Ընկերներ, Քրիստոս իր խոսքերի մեջ է բերում։ Ասում է վերջին օրերը ասում է կլինեն Նոյի օրերի պես։ Ասում է բոլորը ուտում էին ու խմում էին, գին էին աղնում, մարդի էին գնում, տնկում էին, աղնում էին, ծախում էին, շինում էին։ Ընկերներ, սով չի լինելու։ Սով չի լինելու, ավելի եթալու է կյանքը դեպի բարելավման։ Հիմա մի քառակուսի մետրից կարող են մինչև 10 տոննա քիմիկատներով կարտոշկա աճեցնել։ Էլ սով չի լինել, ուրիշ բանա որ իշխանությունը, կառավարությունը օրինակ հաշ չտա այդ երկրին ուտելու սովի մեջ բարի, բայց համաշխարհային սովն է, որ երբ որ բերք չի լինում, անձրև չկա, հողը բթխատու չի եւ այլն։ Ու գիտես շատ մոտ է Աստծո այդ բարկության օրվան մոտ է։ Ողջ Երեմիան որ կարդում եք ընկերներ, 3-րդ գրքում, այդ 3-րդ գլխում գրած է։ Ասում է մեկն էլ չկար, որ բարձանել Աստծո բարկությունից, ու Երեմյանն էլ հենց գրում ասում է ես ասում եմ իմ մաշկի վրա ասում է զգացի Աստծո բարկության գավազանը։ Ընկերներ, այն ուժեսները որ դուք նայում եք, այն կինոները որ իրար սպանում են, բան, դա հեքիաթ է լինելու, երազելու եք թե որ այդ օրը այտենց լինի։ Աստծո բարկության օրը շատ դաժան օր է ընկերներ։ Շատ ցավ, այնտեղ միտեղ դաժե կա գրած է այդ օրը Աստված գթություն չի ունենալու։ Այդ օրը Աստված գթությունը պրոստը հանելու է ու բարկությունով դատաստան անելու։ Վայ այդ մարդկանց որ կբնակվեն երկրի վրա։ Ուղիղ ձեզ ասում եմ, երբ որ հափշտակության օրերը կա, շատ քրիստոնյաներ շիբարած ցես կանգնելու են, որ իրանք չհափշտակվեցին, այսինքն հեսա շուտով ականատես են լինելու են դաժան ու վայ այդ օրերին։ Դրա համար Քրիստոսը կանչում է ընկերներ։ Քրիստոսը կանգնած թակում է, ասում է բացեք, ասում է ձեր այդ ընթրիք կանեմ, ասում է Աստված մի որդի ունեներ այդ տավեց իր որդով, որ այս աշխարհը բարկությունից փրկվի, այն նրանք որ հավատում են փրկություն ունենա։ Հովհաննես 3:36-ում էլ գրած ասում է ով որ հավատում է Քրիստոսին, ասում է հավիտենական կյանք ունի, ասում է իսկ այնը որ չի հավատում, ասում է Աստծո բարկությունը նրա վրա է մնում։ Քրիստոսի մեկ նպատակներից մեկն է, հիմնական նպատակներից մեկն էլ է, որ մեզ Աստծո բարկությունից ազատել ընկերներ։ Ճշմարտությունով ասում եմ։ Դրա համար կոչ եմ անում, ապաշխարեք ընկերներ, դռներին է։ Աստծո գալուստը դռներին է, որովհետև այն բոլորը արդեն իրականացել է։ Եթե կան քրիստոնյաներ, որ կուզեն քննարկել, սիրով ես պատրաստ եմ այն ինչ որ տեղերով, ալգորիթմերով ունեմ բացած նստեմ գրեմ։ Շատեր ասում են Երուսաղեմը նորից կվերականգնվի, տաճարը կվերականգնվի եւ այլն sense բաներ, բայց դրանք անցել ընկերներ, դրանք եղել է։ Վայ այդ օր այդ մարդկանց ովքեր մնալու են այդ երկրի վրա, ուղիղ ձեզ ասում եմ։ Իմ մոտավոր հաշվարկներով հստակ չգիտեմ, այս 8 միլիարդից մի 100 միլիոն մարդ է հափշտակվել, ուղիղ ձեզ ասում եմ։ Դեն էլ կլինի այդքան թե չէ, պատկերացրեք, մնացած ասենք 8 միլիարդն մնալու են այս երկրի վրա քաշը այդ ցավը։ Դա ցավ չի ասում եմ, ձեր տեսած ամենաուժես կինոն վերցրեք, նայեք բազմապատկեք մի 160 անգամ ու տեսեք թե ինչքան դաժան է այդ Աստծո բարկության օրը լինելու։ Գրած ասում Աստծո բարկության օրը ասում է ես իմ ինչ ասում չեք ճաշակել այդ ինչա։ Դրա համար ապաշխարեք ընկերներ, արթուն կացեք, որ ամեն օր դռներին է, ամեն օր։ Ձեզանից շատ քրիստոնյաներ կա ուղիղ ասում եմ, այսօր այնքան քրիստոնյաներ կան, որ աղք ու ծախի մեջ են, որ հիպոթեկով տաներ են առայը, որ չգիտեմ բիզնեսներ են գցում։ Ակոփոսն ասում է, որ ասում ես մյուս տարի սենց կանեմ, ասում է, որ չգիտես վաղվա օրն ինչ անելու։ Ո՞նց ես ասում մյուս տարի սենց կանեմ։ Դա հենց վկայություն է նրա համար, որ Քրիստոսի նկատմամբ հավատք չկա։ Ճշմարիտ այն խոսքը, որ ասում է, որ վերջի օրերին կամ արդյոք հավատք կգտնեմ ամբողջ երկրի վրա։ Դրա համար եմ ասում ընկերներ, արթուն կացեք, այս խոսքը հիմնականում քրիստոնյաներին է ուղղված։ Դուք եք իմ քուր ախպերները, ընկերներ։ Խոսքը ձեզ աղվում։
քննել քնած մնացել եք ու որ մի հատ հանդիմանության խոսք եք լսում որ ձեզ հանդիմանում եմ անենց եք նեղվում ու սրտաճամլիկ լինում ասենք ձեզ մեկը մի հատ վիավորանքա կոմենտներում գրում անենց եք նեղվում այ քրիստոնյաներ ոնց որ բան է ասում եմ ձեզ կսպանեն ձեզ կհալածեն որտե՞ղ է ձեր քրիստոնեությունը այ քրիստոնյաներ մնացել եք այս աշխարհի փառքի տակ նա դուրս եկեք ճշմարիտ քրիստոնեության տակ մտեք որ ձեզ պետք է բռնեն ու խաչեն ու սպանեն ու կախեն ու քերթեն ու ծաղոցեն ու մնացած բաները դուք եք ասում քրիստոնյան Եսայան էլ ասում քրիստոնյան դրա համար արթուն կացեք ժամանակն է հերիքա քնեք հերիքա տենց հարմարվեք այս կյանքի փառքին դուրս եկեք դրա մեջից ընկերներ մոտ է աստծո բարգության օրը շատ մոտ է ուղիղ ձեզ ասում եմ ճշմարտությունով ասում եմ մեկ այլ շատերը չեք հավատալու բայց ես ասեցի որ իմանաք սրանով եմ ուզում կիսվե ընկերներ արթուն կացեք ամեն ժամանակ արթուն կացեք ու աղոտ կարեք որ արժան լինեք այդ բարգությունից բացանել Հայաստան այդքան բանը կարամ ասեմ իրականում օրհնում եմ ձեզ թող Աստված գիտություն ու հանճարտա որ ձեր միտքը բացվի ու հասկանաք թե դաներին մոտ է ուղիղ ձեզ ասում եմ սրանով եմ ուզում կիսվե ընկերներ թող Աստված ձեզ շատ օրհնի իրական ավելացնելու ոչ մի բան չունեմ ոչ օրհնում եմ ձեզ հանուն Հոր Որդու եւ